Շատ վաղ ժամանակներում մարդիկ զբաղվում էին ապրանքափոխանակությամբ։ Նրանք վերցնում էին տարբեր իրեր ու փոխանակում միմյանց հետ։ Հացը փոխում էին մրգի, կաթը, աշխատանքի ու այլ անհրաժեշտ իրերի հետ։ Այսպես էր սկսվում առք ու վաճառքը աշխարհի տարբեր վայրերում։ Բայց ապրանքափոխանակությունը միշտ հեշտ չէր։ Ոչ բոլորն էին ցանկանում նույն իրերը, ու հաճախ մարդիկ դժվարանում էին համաձայնության գալ։ Այդ ժամանակ առաջացավ մի կարևոր հարց. ինչպես անել, որ առք ու վաճառքը լինի ավելի հարմար բոլորի համար։ Մարդիկ սկսեցին մտածել, թե ինչ կարող է լինել արժեքավոր բոլորի համար։ Նրանք գտան խեցիներ, քարեր ու մետաղներ, որոնք յուրաքանչյուրը ընդունում էր։ Այսպես ծնվեց առաջին գաղափարը՝ արժեքավոր իրերով առք ու վաճառք անել։ Այդպիսով ստեղծվեցին առաջին մետաղադրամները ոսկուց, արծաթից ու բրոնզից։ Մարդիկ ուրախությամբ սկսեցին օգտագործել դրանք շուկաներում։ Մետաղադրամը դարձավ վստահության ու արժեքի նշան բոլորի համար։ Աշխարհի տարբեր երկրներ սկսեցին ստեղծել իրենց դրամական միավորները։ Յուրաքանչյուր երկիր ուներ իր յուրահատուկ մետաղադրամները, թղթադրամները։ Այսպես առք ու վաճառքը դարձավ համաշխարհային, բայց ամեն տեղ իր օրենքներով։ Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին օգտագործել գումարը առք ու վաճառքը ավելի հեշտ դարձնելու համար։ Մեկն օգտագործում էր թղթադրամ, մյուսը մետաղադրամ, մեկ այլ մարդ վճարում էր քարտով։ Առաջ շուկաները լցվեցին ժպիտներով ու ակտիվ փոխանակմամբ։ Աշխարհը միավորվել է տարբեր դրամներով։ Մարդիկ, հատկապես երեխաները, հասկանում էին, որ գումարը առք ու վաճառքի պատմության հսկայական մի սկիզբ է ամբողջ աշխարհում։